Եթերում հայրենիք սփյուռք հաղորդաշարն է։ Բարև ձեզ սիրելի բարեկամներ։ Բարեկամներ, այս աշխարհի կացության, այս փոփոխությունների, այս պատերազմների, այս անհասկանալի վիճակների մեջ մարդը միայն մի փոփանք է ունենում՝ պոեզիա, արվեստ, երաժշտություն։ Այս ձևով խաղաղացնում է իր հոգին, իր զգացումները, այս ձևով քիչ թե շատ մերվում է բնությանը, մերվում է տիեզերքին, այն ամենը, ինչ կապված է բնության եւ տիեզերքի հետ, մարդու մի մասնիկն են։ Եվ մարդը տեսնում եք, երբ միայնակ է, գնում է, ձուլվում է տիեզերքին, որպեսզի մենակ չմնա, որպեսզի մենակ չմնա իր վախերի, իր սարսափների, իր հուզումների հետ։ Իսկ դրանք տեսնում եք այսօր ներկա ժամանակը մեզ առատորեն բաշխում է։ Եվ ես այսօր խոսելու եմ երաժշտության մասին, գեղեցիկ երաժշտության մասին, այն երաժշտության մասին, որը իրոք մարդկային հոգին, մարդկային զգացումները մաքրում է, բարձրացնում է մարդուն։ Եվ մի ձայն, որը ինձ ուղղակի հիացում պատճառեց, ես ինձ համար հայտնագործություն էր այն երգչուհին, որի հետ այսօր զրուցելու եմ, այսպիսի ձայն լսել, այո, ես ներկայացնում եմ երգչուհի Մանիկ Մանուկյանին, դրամատիկ սոպրանո։ Ողջույն։ Ուրախ եմ, Մանիկ, որ այսօր հաղորդաշարի հյուրն եք, ես ձեր ձայնը լսեցի եւ հիացում ապրեցի եւ հիացման հետ միասին խորը ափսոսանք, թե ինչպիսի ձայներ ունենք եւ ինչպիսի ճակատագրի են արժանանում։ Իրենց տեղը չեն գտնում, այն մեծության մեջ չեն, որին ձգտում են, որին ուզում են հասնել, եւ դա իհարկե տխուր է։ Այսօր ես հետևում եմ երիտասարդների ձայներին, ամբողջ աշխարհում հայությունը երգում է։ Բոլոր ծրագրերի մեջ հաղթող հայերն են, բոլոր քաղաքներում, բոլոր երկրներում հայերը շատ գեղեցիկ հայկական երգեր են երգում, ոչ միայն գեղեցիկ են այդ երգերը, այլև ուսուցանող, հետաքրքիր է, փիլիսոփայական ուսուցանող, ու մտածում եմ, հայը ուր որ գնում է, միևնույն է, սովորեցնում է, իր երգով է սովորեցնում, իր պարով է, իր վարքագծով, իր հոգեբանությամբ, իր իմաստնությամբ, միշտ սովորացնողի, միշտ ուսուցչի դերում է։ Մանիկ, ուզում եմ, որ ձեր մասին մի փոքր խոսեք, որովհետև այն լսարանը, որ հետևում է իմ հաղորդումներին, ձեր առիթի ունեցել ձեզ հետ շփվելու, որտեղ ես ձեզ չեմ հրավիրել, որ իրենք ճանաչեին ով է Մանիկ Մանուկյանը, այսօր ուզում եմ, որ դուք մի փոքր ձեր մասին խոսեք, ձեզ ներկայացնեք, համեցեք։ Շնորհակալ եմ։ Նախ իմ խորին շնորհակալությունը, որ ձեր հետ հանդիպումը եղավ շատ անակնկալ, անկեղծ ասած, եւ իսկապես իմ խորին շնորհակալություն նաեւ ձեր տաղավարի հյուրն եմ։ Ես չգիտեմ որտեղից սկսեմ իմ երաժշտական գործունեությունը, նախ դպրոցական տարիներից է սկսվել, այնուհետև շարունակել եմ Գյումրիի Կարամուրզայի անվան երաժշտական ուսումնարան, որից հետո տեղափոխվել եմ կոնսերվատորիա եւ կոնսերվատորիա ընդունվելու այդ դրվագն եմ ուզում ձեզ պատմել, որով մեկ տարի ես նախ պետպրակտիկանտ այսպիսի փորձառություն ունեցա Գոհար Միխայելնայի, Գոհար Գասպարյանի հետ եւ ամեն շաբաթ գնում էի Երևան, Գյումրի, դրանից հետո առաջի տարին քննությունից 9-րդ քննությունից կտրվեցի, որովհետեւ կոնսերվատորիան գիտեք 9 քննություններ, պատմություն, չգիտեմ ինչ, որ երաժշտական աշխարհի հետ կապ չուներ, սովետական միության պատմությունը։ Այո։ Մի խոսքով անցյալ դրանից հետո մեր մոտ արդեն սովետական այդ պատմությունը պարտիական պատմություն էր։ Իսկապես պատմություն, Ռոբերտ Ամիրխանյան ասում էր Մանիկ ջան, քո պատմությունը իսկապես պատմություն դարձավ, որովհետև վերջի քննությունից որ կտրվեցի, եւ միշտ տեսնում էր, ասում էր Մանյա, քո պատմությունից էր քո հարցը, ասի այո։ Մի խոսքով դրանից հետո Գոհար Միխայելնան ասեց, որ Մանիկ ջան, նախ 6 ամիս պետք է աշխատեիր, երբ որ առաջ տարի չես ընդունում, այդպես էր օրենքները, բայց ինչ կապ ուներ, ես Արտուկի գործանում աշխատեցի 6 ամիս Գյումրիի, պատկերացրեք։ Վերջի երկրորդ տարին որ գնացի նորից թղթերի խնդիր եղավ չէին վերցնում, անպայման ուզում եմ պատմեմ սա, որովհետև ոչ մի TV station-ում այսպես խոսակցություն չի եղել։ Գոհար Միխայելնան ասեց, որ Մանիկ ջան, քանի որ թղթերը չեն վերցնում, ասեք Գոհար Գասպարյան։ Գոհար Գասպարյան կասեմ, որովհետև ընդունված էր այդպես։ Դա ռուսական տարբերակն է, սովետական։ Գոհար Գասպարյան ասեց, որ գնալու ենք կուլտուրայի մինիստրը կար Ղարիբջանյան։ Այո։ Ինձ արավ գնացինք այնտեղ եւ սպասասրահում սպասում եմ եւ Գոհար Գասպարյանը դուրս չի գալիս, գրեթե 1 ժամ։ Նա հիշում է Գոհար Միխայելնայի, անտած սովորություն է սա, գիտեք, հիշում է իր առաջին ելույթը Հայաստանի, երբ որ Կահիրեից գալիս է, հիշում է նրա առաջին ելույթը։ Սպասասրահում ինձ հարցնում են, ասում են՝ դուք աղջիկն եք, ասում եմ՝ ոչ, աղջիկը չեմ, ապագա ուսանողուհին պիտի լինեմ։ Վերջը, երբ որ եկանք իր անմիջական միջնորդությամբ, թղթերը վերցրեցին եւ սկսեցի իր մոտ սովորել։ Արդեն սովորելու ընթացքում էլ ինքը շատ ուրախ էր, միշտ ասում էր
շատ գեղեցիկ տեմբր ունես, աղջիկս շատ գեղեցիկ, ես շատ ուրախ, լավ էի զգում ինձ ճիշտն ասած։ Դրանից հետո ինձ ուղարկեցին նշանակումով, արդեն ես ուզում եմ օպերայում երգեի, օպերայում երբ որ գնացինք այդ կոնկուրսին մասնակցելու, ինձ վերցրեցին պետպրակտիկանտ։ Ես ճիշտն ասած ներքին բան ապրեցի, ներքին այսպես ասած խռովություն ունեցավ իմ մեջ, ներքին զգացումս լավ չէր։ Տխրում էի, որովհետև ուզում էի անպայման օպերայում երգեի, հետո Գոհար Գասպարյանը ինձ ասում էր, որ ոչ աղջիկս 1 տարի արի, փորձառություն ձեռք կբերես, վերջի սոլիստ կվերցնեն։ Երկրորդ բանը, որի ճիշտ տարբերակն է իդեպ։ Իդեպ ճիշտ էր, բայց ես խռովեցի անկեղծ ասած։ Ես ինքս իմ մեջ վատ զգացի անկեղծ ասած։ Վերջը ինձ նշանակեցին Գյումրիի երաժշտական ուսումնարան, որտեղ որ ավարտել էի, հետ վերադարձա, անկախ իմ կանկին հակառակ, այսպես ասած, հետ վերադարձա եւ այնտեղ սկսեցի վոկալ դասավանդել, Վարդուշ Աթոյանը կար, իմ նախկին առաջի ուսուցչուհին եղել վոկալ, իր հետ սկսեցի աշխատել եւ միաժամանակ խոսքի կուլտուրայի դասավանդում։ Եվ այդ տարիներին, երբ որ աշխատում էի 88 թվի այդ չեմ ուզում հիշեմ կամ չհիշեմ, դավտակ քերտող էինք կարտում, չէ՞ որ խոսքի կուլտուրա էր, երեխաներին գրաբարից թարգմանում էինք աշխարհաբար։ Եվ այս ընթացքում որ երկրաշարժը սկսեց, անմիջապես ասեցի երկրաշարժ շուտ դուրս ենք գալիս եւ պատուանը փակ չէր բացում, պատուանից ցածկեցինք դուրս։ Դրանից հետո մեր աղջիկները մեկը դաշնակահարույն վերև բարձրացավ երրորդ հարկ, բոլորի սպայսակները եւ այդ մեր կուրտկաները ձեռքը իջավ, պատկերացնում եք, միջև հիմա որ հիշում եմ, չեմ կարողանում մոռանալ։ Ինչ ռիսկ էր աս աղջիկա ռիսկը, Ռուզանի մի խոսքով երկրաշարժից հետո 1 ամիս հետո գնացի Էջմիածին եւ Էջմիածնում պատահական նորից իմ սիրելի Գոհարին հանդիպեցինք, ուր ես ասեց 1 ամիս է քեզ եմ փնտրում, ասեցի էլի պիտի ասեմ Գոհար Միխայելովնա, սովորույթ է, գիտեք, տարիներ ասել եմ, ասեցի գիտեք, աշխատանքը կորցրել եմ, ամեն ինչ կորցրել եմ, ուզում եմ ասպիրանտուրայում սովորել, որովհետև դրամական միջոց էր, մի $100 թոշակ էին վճարում, եթե հիշում եք ասպիրանտներին։ Ասեց չենք կարող մանիքներողություն, երբ որ ասում եք Գոհար Միխայելովնա, հերոստատիտողը չի հասկանում ով է։ Գոհար Գասպարյան։ Կորում է Գոհարի ամբողջ արժեք։ Շատ ճիշտ եք։ Իսկ որ ասում եք Գոհար Գասպարյան, բոլորը հիշում են եւ բոլորը հիացում են։ Մեծանուն Գոհարին կասեն։ Այո։ Մեծանուն մեր երկչուհին։ Տաղանդավոր։ Մեր երկչուհին, մեր Սոխակը, ինչպես Իսահակյանը իրեն անվանել էր Սոխակ։ Ուրեմն բացառիկ երկչուհի, իսկապես բացառիկ։ Վերջը ասեց գնանք հաջորդ օրը արի կոնսերվատորիա։ Շատ մարդկային է գտնվել իմ նկատմամբ, երբեք չեմ կարող մոռանալ։ Հիանալի մարդ է, մեծատարով։ Ուրեմն ասեց, եթե կարող ես իմ մոտ ասպիրանտուրա նախ ասի ուզում եմ ընդունվել, գնացի նախ ընդունվել եմ Լազար Մարտիրոսովիչի նորից ռուսական Մարտիրոս Սարյանի տղայի օրոք, նա մեր ռեկտորն էր։ Եվ երբ որ աշխատանքի արդեն անցկա, Էդգար Հովանեսյանն էր, արդեն գիտեք մեր հրաշալի կոմպոզիտորը։ Այո։ Եվ երբ որ գնացի իր մոտ, ասեց ասպիրանտուրայի տեղ չունենք, բայց եթե Գոհար Գասպարյանը համաձայնվի, իր մոտ ասիստենտ քեզ վերցնի, ես բարձրացա վերև երրորդ հարկ, ասեցի այսպեսի առաջարկ կա մեր Էդգար Հովանեսյանի կողմից, ասեց ամենայն սիրով եւ սկսեցի իր մոտ աշխատել դեկտեմբեր, ասեմ ձեզ, հունվար ամսից սկսեցի աշխատել հաջորդ ամսից եւ մինչեւ 97 թվականը մեր տեղափոխվել Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Աշխատեցի իր մոտ 8 տարի, ինձ ասում էր դու գնա այլևս, դու գնա առանցին քո դասարանը ունեցիր, ասում էի ոչ, չեմ կարող գնալ, որովհետեւ ձեր նման մեծության հետ եմ աշխատում, իմ համար ամեն օրը հաճելի էր իր հետ։ Անկեղծ ասած, մեծություններ ինքը, իսկապես մեծություն։ Երբ որ համեմատում ենք աշխարհահռչակ երկչույն կա Մարիա Կալաս, նա էլ մեր Կալասն էր, ամբողջ Եվրոպայի եւ Սովետ Միության, բայց ամբողջ աշխարհը ընդունում է Գոհար Գասպարյանի բացառիկ լինելը։ Նա ինձ Ճապոնիայի ելույթները ինչպես են ընդունել, ինչպես կարմիր բան են գորգեն փռել այրոպորտ ինքնաթիռից երբ որ իջնում միջև մուտքը, հրաշալի մեծություն է նա։ Եվ Աթաթուրքի գերեզմանին որ չի տարել ծաղկե պսակը, գիտեք դա է, ամեն ինչ գիտեք։ Լուսինե Զաքարյանը նույնպես հրաշալի երկչուհի է, նույնպես։ Ասում եմ, հոգևոր ասպարեզի մեջ առաջինը, եկեղեցական հոգևոր երաժշտության մեջ անփոխարինելի։ Փառք Աստծո, հայ ժողովրդի արգանդը հանճարեղ է եւ հանճարներ են ծնվել աճ ու ձա։ Եվ կան։ Բոլոր ոլորտներում եւ այսօր էլ նույնն է։ Եվ այսօր էլ նույնն է։ Ճիշտ է։ Այսքանից հետո մեր հեռուստադիտողները պետք է հասկանան ով է Մանուկ Մանուկյանը եւ ինչ Մանիկ Մանուկյանը եւ ինչպիսի ձայն ունի։ Լսենք ձեր
երգերից մեկը որն է վերնագիրը ասեք։ Ուրեմն մեկը կա The Prayer, որը շատ հայտնի է, այսինքն միջազգային ճանաչում ունի այս երգը եւ Celine Dion-ն է երգում, հրաշալի երգ է, շատ սիրեցի, ասի ես էլ պետք է սովորեմ եւ երգեմ։ Մյուսը որ Sarah Brightman-ը Bocelli հետ է երգում, դուետ է, սա էլ կոչվում է Time to Say Goodbye։ Իմիջիայլոց սրանք կարծում եմ մյուս հեռուստաժամերին նորից ներկայացվել է մեր հանրությանը, բայց եթե ձեր հեռուստակայանում երբեք չեմ ունեցել որևէ առիթ շփվելու եւ շատ ուրախ եմ, որ կարող ենք ներկայացնել եւ ուրիշ գործեր էլ շատ գործեր կան։ Let's welcome Manik Manukyan. Շատ լավ Մանիկ։ Այո։ Հիանալի էր, լսեցինք, իսկապես հիանալի էր, շատ տպավորվեցի։ Խոսենք ձեր երգացանկի մասին, առհասարակ։ Այդ տեսեք ես արծը բարձրացրեցի հայերենի։ Այո։ Որտեւ ինձ հուզող իմ լսողությունը շոյողը հայկականն է։ Ճիշտ եք։ Այնքան խորություն կա հայկական երաժշտության մեջ, որ լիուլի բավարար է այլ ժողովուրդներ, երբ լսում են մեր դուդուկը, մեր հայկական երգը, ավելի զգացվում, ցնցվում են իրենք կան մենք զարմանալի բան։ Շատ ճիշտ է, հատկապես դուդուկը։ Այո, ոչ միայն, նաև երգեր, որոնք ուղղակի ցնցում են մարդկանց իրենց խորությամբ։ Խնդրեմ ձեր երգացանկի մասին մի փոքր խոսեք։ Քանի որ դուք ասեցիք ցնցում է, իսկապես մենք ունենք կոմպոզիտոր կոմիտաս, որը անփոխարինելի եւ համաշխարհային արժեք ունեցող նրա երգերը։ Եվ աշխարհում չկա մեկը, որ կոմիտաս լսի եւ սա բացառիկ է։ այո։ Քանի որ ես տարիներ եկեղեցում եմ, իմ համար շատ հոգեհարազատ է եւ կոմիտաս եւ Եկմալյան։ Բայց բացի դրանից ես շատ սիրում եմ Խաչատրյանի գործերը, շատ եմ սիրում անկեղծ ասած Խաչատուր Ավետիսյանի գործերը։ Սիրում եմ Հարությունյան, Բաբաջանյանը գիտեք համաշխարհային դեմք է, համաշխարհային դեմք է։ Մենք այդպես էլ չկարողացանք Բաբաջանյանին կատարելապես համաշխարհային տիտուլ տալ։ Նրա վոկալիզը, որ լուսնեն երգում է, սա անփոխարինելի ուրիշ մի արժեք է այդ գործը։ Շատ գեղեցիկ է։ Երգում եմ ես հայկական կլասիկ գործեր եմ շատ երգում եւ շատ սիրում եմ։ Իսկապես Կոմիտասի Անտոնին, որը որ այսպես գիտեք Միայն եթե Անտոնին գրեր Կոմիտասը, դարձյալ հանճարեղ հանճարեղ գործ է։ Շատ նմանատիպ գործեր կան, Հովարեք, ինչ ասեք կա, Կոմիտասի կռունգը անփոխարինելի։ Անցյալ օրը որ մենք հավաքվել ենք, դուք ներկա եք պարոն Անասյանի գինեզոնի, Կոմիտաս նվագել, իր տղա ջութակով եւ իր դաշնակահարը հիանալի մեկնաբանեցին այս երգը։ Կոմիտասը իսկապես անփոխարինելի իմ համար առաջինն է։ Եվ ունենք շատ հայ կոմպոզիտոր Արտեմի Այվազյան, Կոտոյան, շատ-շատերը կան, բոլորի երկերի տարբեր։ Իսկ օտար ինչ կոմպոզիտորների գործեր եք երգում։ Շատ, Վերդի հիմնականում օպերաները։ Ձեր օպերային ձայնն է իհարկե։ Ես օպերային իսկապես լավ օպերային ձայն, ես նույնիսկ ափսոսեցի դուք պետք է Լասկալայում երգեիք։ Դա իմ երազանքն է եղել, Լասկալան չէ, բայց մետրոպոլիտեն իմ երազանքն է եղել, երբ որ մենք տեղափոխվեցինք։ Այո, ինչու՞ չէ։ Բայց չստացվեց, գիտեք, կյանքի պայմանները, Լոս Անջելեսը Այն տեղը չի, որտեղ մենք կարող ենք միշտ մեր կլասիկ բաները ներկայացնել, որովհետև գիտեք, ժողովուրդը ավելի թեթև երաժշտություն է սիրում։ Բայց կլասիկի համար ապրեք։ Բայց կլասիկ երաժշտության համար պետք է Չիկագո, Բոստոն, Վաշինգտոն, Նյու Յորք, սրանք ուրիշ տեղեր են, որ կարելի է այնտեղ հաստատվել, բայց քանի որ մենք ենք Լոս Անջելեսին հարմար ծրագիր եմ ընտրում, բայց ընդհանրապես ես շատ սիրում եմ Վերդի, երգել եմ Այդա եմ երգում, Նորմա Պելինի եմ երգում, Պուչինի եմ երգում, սրանք իմ ուրիշ մի կատալանի, որ Լավալի համերգի, Գալիկ համերգին երգելու եմ հրաշալի արիա է, եւ ինչու՞ չէ մեր հրաշք Անուշ օպերայից պիտի երգեմ, դա արդեն աննման մի բան է։ Շատ լավ։ Իսկ ինչ հյուրախաղեր եք ունեցել մինչև այսօր։ Հյուրախաղեր, կոնկրետ հյուրախաղեր ասեմ չէ, բայց ինձ Անգլիա Լոնդոն են հրավիրել, երբ որ ինձ եկեղեցում լսեցին անգլիացիները, 3 առաջարկ արեցին։ Եթե դա գիտեք որ թվականները 94, 93 թվական, 94, ինչ տարիներ էին ծանր երկրաշարժից հետո եւ ամեն ինչ խառնվել էր իրար։ Եվ շատ տխուր տարիներ էինք ապրում, նրանք ինձ մի առիթով լսեցին Էջմիածնի շողակաթ եկեղեցում էի երգում Խորեն Պալյանի ղեկավարությամբ, այո, 14 տարի։ Այո, Լուսինեի ամուսնու 14 տարի այնտեղ սոլիստ եմ եղել, միասին ենք երգել։ Եվ երբ որ Խորենը գալիս էր Լոս Անջելես, մենք նորից միասին երգում ենք մեր լուսահոգի Լուսինեից հետո։ Իր հետ դուետներ էինք երգում եւ առաջնորդարանում եւ Փասադենայում եղել է։ Մի խոսքով ուզում եմ ասեմ, որ բանի հետ կապված դուք հարցրեցիք, չէ՞, ինձ
օպերաների հետ, չէ, հյուրախաղերի հետ հարցը։ Այո, հյուրախաղերից հետո նաև հյուրախաղեր կոնկրետ ունեցել եմ Սուխումիում եմ եղել, ինձ գրողների միությունն են հրավիրել, հետո Լոնդոնում եմ եղել, անգլիացիները ինձ պատահական հրավիրեցին, 3 առաջարկ արեցին, ասեցին կարող եք ձայնագրվել եւ ձայնագրությունը ուղարկել։ Մի CD պատրաստել, ասեցի չեմ կարող, որովհետեւ մութ լույս գիտեք ինչ տարիներ էին։ Դժվար տարիներ էին, հնարավորություն չկար, աշխատանքի խնդիր կար, ռադիոյում օրկեստր չկար։ Մի խոսքով դա էլ հրաժարվեցի, ասեց ինչ կարող ենք անել, եթե լավ պատրաստես մի բան ուղարկես, հետո ասում է եկամուտը ուր ուղարկենք, Ղարաբաղ կամ Գյումրի, ասի անշուշտ Գյումրի պիտի գնա։ Լավ ասեց, քեզ որ հրավիրենք կարող ես գալ։ Ասի ես միջոցներ չունեմ գալու։ Ասեց լավ մենք ամբողջ ծախսերը կհոգանք։ Հրավիրեցին եւ այնտեղ քանի տեղեր եմ եկել, տարբեր եկեղեցիներ եւ Սաութհամփթոնում կազմակերպեցին հիանալի համերգ անգլիացիները եւ անգլիացիները բարեխոսել էին կողքի հարևաններին, հայերին, որ հայ երգչուհի է եկել եւ հայերը ծաղիկներով եկան, պատկերացրեք իմ համար ինչ մուզիկ էր եւ անգլիացիներն էին իրեն ասել։ Շատ ուրախ եմ։ Հետո Փարիզ եմ եղել 3 օր, բայց անշուշտ չեմ եղել այնտեղ, բայց կուզենայի Փարիզում էլ եղել։ Ընկերներ ունեմ, դիզայներներ են, Վարդան եւ Գևորգ Թարլոյաններ, որ բոլորին գիտեն, այո։ Իրենք միշտ խնդրում են Արի Մանիկ ջան, արի մի բան կանենք, բայց ասում եմ հիմա ինչ պիտի անենք Վարդան ջան, հիմա ես այստեղ ինչ որ կարողանում եմ։ Փոքրից, քչից անում եմ։ Տիկնալինը։ Վարդանը եւ բանը երկու եղբայրները տաղանդավոր երիտասարդներ։ Եվ Լենա Գյումրի բան են, գիտեք, չէ՞ նորից։ Գյումրիցիներ են, այո։ Դե Գյումրի շատ տաղանդներ են։ Փարիզում իր ներկայացած Սկարլետը եւ բանը տեսակ չէ բաները, որ ներկայացրեցին 500 դիզայն են հագուստները։ Մորացա անունը մորացա, որ ինչի։ Տես անունը մորացա հայերեն։ Քամուց քշվածները ապրեք 500 հագուստ էին դիզայներել։ Գիտեմ եւ բոլորի անունները տվեցին, իրենց անունը չտվեցին։ Մենք էլ նստած էինք դահլիճում եւ ահավուրց զայրույթ բռնեց ինձ, որ անգամ հավաքարարների անունը տվեցին, իրենց անունը չտվեցին։ Ես տեղից կորացի ուր են Թարլոյան եղբայրները, ամբողջ քաղաքը ազդակները Թարլոյան եղբայրներն էին։ Եվ մի խոսքով դա Եվ Շարլը գնացել էր իր ցուցահանդեսին, գիտեք, չէ՞, Շարլ Ազամուրը։ Շատ զայրացած էի այդ օրը։ Տղաներին բանը։ Իրենք շատ համեստ երեխեք են, շատ համեստ, նույնիսկ չափից ավելի համեստ։ Շատ տաղանդավոր եւ համեստ։ Հիմա լսենք մի հայկական կատարում։ Այո։ Եվ անցնենք սիրով։
Հիմա Ամերիկայում եք, ինչ զգացումներ եք ունենում, Սփյուռքում եք ապրում, այ հայրենիք Սփյուռքը այսօր այդ հարաբերությունը ձեր պատկերացմամբ ինչպիսի ընթացքի մեջ է։ Դժվար հարց է։ Այո, դժվար հարց է։ Դժվար հարց է։ Ես կուզենայի, որ հարաբերությունները շատ լավ լինեին, անկեղծ ասած։ Եվ կուզենայի, որ իմ հայրենիքը ծաղկեր։ Եվ այդ բացասական բաները անցնեին, եւ ավելի դրական բաներով ժողովուրդը առաջնորդվեր։ Շատ կուզենայի, որ ամենալավագույն բաները իմ ժողովրդին լիներ, որովհետեւ իմ լավագույն ժողովուրդը հեռանում է իր հայրենիքից, ինչպես մենք։ Մերը մի քիչ երկրաշարժի հետ կապված պատմություններ, շատ դժվարություններ ապրեցինք այդ տարիներին, շատ ծանր օրեր ունեցանք, գիտեք, այդ մինչև հիմա էլ նույնիսկ տնակներ դեռ կան։ Տնակներ կան, Գյումրիում դեռ կան, եւ ճիշտ է, շատերը ազատվեցին այդ ծանր վիճակներից, բայց նորից կան։ Եվ պատկերացնում եք այդ ժեշտյա երկաթյա տնակների մեջ ամառվա տաքը եւ ձմեռվա ցուրտը, ահավոր է։ Եվ ես որ Գյումրիից եկա, Լոնդոնից եկա, շատ ներողություն։ Ինձ բավականին մի քիչ տրամադրեցին, որ բաժանեմ։ Ասեց, ինչ ես ուզում, քանի որ պայմանավորվել էինք տնակներին պետք է տանեի։ Ձերկովս այդ ցեխերի մեջ ձյունախառան տնից տուն եմ, ինչ տխուր վիճակներ, չեմ ուզում այս բաների մասին ասել, եւ ամեն մեկին փոքր գումար, եւ միջև հիմա բլոկնոտս պահպանել եմ, ես պահել եմ։ Հիշատակ իրենցից, գիտեք, ամեն մեկը եւ ինչ քիչ գումարներով բավարարվում են, եւ ինչ տխուր վիճակներ։ Չեմ ուզում սրան անդրադառնամ, ուզում եմ, որ իսկապես հայրենիքը լավ լինի եւ Սփյուռքի հետ կապը շատ լավ լինի, որովհետեւ Սփյուռքը սարի պես կանգնած է։ Սարի պես կանգնած է իմ հայ ժողովրդին եւ կուզենայի, որ ինչ որ ուղարկում է իր նպատակին ծառայի։ Եվ ինքս ինչ որ կարողանում եմ փոքր բաներ անել, իմ ժողովրդին անում եմ, իմ Գյումրիի ժողովրդին անում եմ, ինչքան որ կարողանում եմ, իմ չափի մեջ։ Դա բոլորը գիտեն իմ ընկերները։ Դա իմ խիղճն է, դա իմ ներքին ձայնն է, որ ես պարտավոր եմ անելու։ Այո։ Շատ լավ, Մանիկ, հաղորդումը մոտեցավ իր ավարտին։ Ես ցանկանում եմ, որ ձեր բոլոր երազանքները կատարվեն, որտեղ պետք է կատարվեն։ Շատ շնորհակալ եմ։ Որովհետև ունեք այդ շնորհքը, այդ հրաշալի ձայնը, եւ այդ ձայնը պետք է հնչեր, շատ բեմերում պետք է հնչեր։ Իմ ցանկությունն է տեսնել ձեզ մեծ բեմերում, լուրջ բեմերում, որովհետև այդ ձայնով կարելի է նվաճել բեմերը եւ նվաճել մարդկանց սրտերը։ Ձեզ մեծագույն հաջողություններ եմ ցանկանում։ Ես էլ ձեզ մաղթում եմ անverջ, անսպար եթեր եւ առողջություն։ Շնորհակալ եմ։ Եվ ձեզ սիրելի հեռուստադիտողներ, մինչև նոր հանդիպում եթերում ցտեսություն։